Ձեր քաղաքական կուսակցության մասին ենք խոսում։ Ամբողջ քննարկումը ձեր կուսակցության մասին է։ Մի հոգի չկա, որ ձեր կուսակցության համար ստեղ նստած է ու լսում է ձեր կուսակցության հասցեին ասվողը։ Մի հոգի չկա, որ ձեր կուսակցության ուղված հարվածը իր վրա է վերցնում։ Չկա այդպիսի մի հոգի։ Դա նշանակում է, որ տենց կուսակցություն որպես այդպիսին չկա քաղաքական դաշտում։ Ինձ թվաց դաշնակցական էր, եկողը են էլ պարոն Եղոյանն էր։ Եվ հետևաբար դաշնակցական կապիտուլյացիան շարունակվում է, դա շարունակական պրոցես է։ Ու սա զարմանալի չի, ինչի սա զարմանալի չի։ Պարոն Ռուստամյանն ասում է, ծանր հրետանին հանել եք դաշնակցության դեմ։ Այ պարոն Ռուստամյան ջան, դաշնակցության դեմ արդեն էլ ծանր հրետանու կարիք չկա, միրագատկեն ամբողջությամբ հերիք է։ Դուք էլ են հին, բարի, ուժեղ, մեծ կուսակցությունը չեք։ Դուք արդեն մի կուսակցություն եք, որը պարզապես սարսափում է խոսքից։ Ձեր կարգախոսն է մահ կամ ազատություն, բայց այդ ազատության երկրորդ բաղադրիչից, այդ կարգախոսի երկրորդ բաղադրիչից, ազատությունից ու դրա դրսևորումներից ամենակարևորներից մեկից, խոսքի ազատությունից դուք սարսափում եք։ Դուք սարսափում եք այս քննարկումից, դուք սարսափում եք Հակոբ Մովսեսի հարցազրույցից, դուք սարսափում եք ցանկացած մի բանից, որը ձեր բանով չի անցել։ Ձեր չէ, այսինքն ձեր գերադասության ինչ էին ասում այդ հին կառույցների սովետական, գլավրիդով չի անցել, հա։ Սարսափում եք այդ ամեն ինչից։ Ու ես կարծում եմ, որ արդեն շատ վաղուց է ժամանակը, որ դաշնակցության կարգախոսը փոխվի, որտեղ դաշնակցությունը անցած դարի վերջերից արդեն իսկ էլ ինքը մահ կամ ազատություն կարգախոսի հետ ոչ մի առերեսում չունի ու ոչ մի կապ չունի։ Դաշնակցության կարգախոսը արդեն վաղուց եղել է եւ կա, եւ ես կարծում եմ, որ պիտի հենց այսօր, հենց այս դահլիճում հայտարարվի դաշնակցության նոր կարգախոսը եւ ես ին վրա եմ վերցնում այդ բեռը, քանի որ այստեղ ոչ մի դաշնակցական չկա։ Եվ թույլ տվեք այսօր իլուր համայն Հայաստանի հայտարարել դաշնակցության նոր կարգախոսը։ Մահ կամ գուբերնիա։ Մահ կամ գուբերնիա։ Իհարկե, այս ինչպես եւ յուրաքանչյուր քաղաքական կարգախոս, սա եւս էվոլյուցիայի տեղ ունի։ Մահ կամ գուբերնիա այդ կարգախոսը ինքը ժամանակի ընթացքում ես կարծում եմ շատ լուրջ հավակնություն ունի դառնալու եւ մահ եւ գուբերնիա։ Որովհետեւ եւ մահ եւ գուբերնիա եւ էլի մահ սենց ավելի ամբողջական է ինձ թվում է, որովհետև այս դաշնակցությունը ազատության հետ ոչ մի կապ չունի։ Պարոն Կոջյանը հարց էր տալի, ասում էր, «Էդ ինչից եք այտենց փորձում ազատվեք»։ Ազատությունից, պարոն Կոջյան։ Ազատությունից։ Իրանք փորձում են ազատվել ազատությունից, որովհետև դաշնակցությունը արդեն տասնամյակներ է, ինչ իրան չի պատկերացնում որպես ազատ պետության, ազատ կուսակցություն։ Դաշնակցությունը արդեն վաղուց չի պատկերացնում, որ ինքը կարա ինչ-որ մի հատ քաղաքական օրակարգ մշակի, որ ինքը կարա քաղաքական միտք գեներացնի։ Չի պատկերացնում, որ առհասարակ կարա լինի քաղաքական կուսակցություն, որտեղ FSB-ի ագետներ չկան։ Հասկանում եք, որտեղ մարդիկ կոչումներ չունեն բանի տակից, կոստյումների տակից կամ կանայք իրանց զգեստների տակից, սենց ուսներին բան արած, դաջած, կամ փիլոնների տակից, այո, չունեն այդ կոչումները։ Չի հասկանում, որ կա քաղաքացիական կյանք, որտեղ մարդիկ ազատ են, քաղաքացի են, քաղաքական են, քաղաքականությամբ են զբաղվում։ Դժվար է դա պատկերացնում։ Ու հենց այդ ասում եմ, մեր գաղափարախոսությունը, մեր պայքարը, մեր 130 տարվա կուսակցությունը եւ այլն։ Գիտեք ինչի է եկել հանգել ձեր 130 տարվա կուսակցությունը ու ձեր 130 տարվա գաղափարախոսությունը։ Երեք քննչականը հաղորդագրությունը տարածեց։ Վաղարշաբաթի ընտրություններում ոնց էին ձեն հավաքում, չէին գնում, ասում, մենք 130 տարվա կուսակցությունն ենք, մենք մահ կամ ազատության գաղափարախոսության կողմնակիցներն էինք։ Իրանց կուսակցության համար ձեները հավաքել են հետևյալ կերպ ըստ այդ գաղտնալսումների։ Գեթաս քֆուր կդնես վրեն, որ գնա իրանց ընտրի, այդ իրանց ինչ-որ հիբրիդային մի հատ ինչ-որ ձևավորում էին գոյած։ Քֆուր կդնես վրեն։ Բայց ես հասկանում եք, դաշ այդ քֆուր դնելով դուք տարվել եք այդ ընտրությունները, այդ նշանակում է, որ ձեզ ընտրել այդ քֆուրից է վատ է այդ մարդկանց համար ախր։ Այսինքն ցանկացած ես ենթադրում եմ, որ այդ քֆուրը շատ մարդու վրա է դրվել որպես այդպիսին,
Բայց բոլոր մարդկանց այդ մեծամասնությունը հասկացել է, որ ախպերի ջան, ցանկացած քֆուր շատ ավելի թույլ բան է, քան ձեզ ընտրելը։ Ասում եմ մահ կամ ազատություն։ Լավ է բան, տենց քֆուր կամ ազատություն, տենց ինչ որ քվազի բաներ է պետք մտածել ձեր համար։ Քոչարյան կամ ազատություն, այո։ Բայց Ռոբերտ Քոչարյան, պարոն Անդրանիկ Քոչարյան, միանշանակ Ռոբերտ Քոչարյանի մասնախոս։ Բայց կամ այս ամեն ինչի լուսավոր կետին։ Մեր քաղաքացիները ես վստահ եմ, որ հասկանում են, որ դաշնակցության կապիտուլյացիան դա միայն դաշնակցության կապիտուլյացիան չի, որտեղ դաշնակցությունը իրականում էս եւ մահ եւ գուբերնիա կարգախոսի թեև գաղափարական առաջամարտիկն է, բայց տենց ամենամեծ ուժը չի։ Ինքը սենց բանն է, գուցե եւ այդ նիզակի սրածայրն է, բայց բանը չի, ինքը հիմնական ուժը չի, հիմնական հենքը իր վրա չի պահում։ Մահ կամ գուբերնիա կամ եւ մահ եւ գուբերնիա այս կարգախոսի թիմերը առհասարակ կապիտուլացվել են, որտեվ նրանք նույնիսկ Հայաստանի համար ամենաողբերգական պատերազմից ու ողբերգական պարտությունից ու առհասարակ այդ մորը դվերցրու գնացեք կառավարության դեմը ցույց արեք։ Էս ում պահված կա։ Էս դուրս պրծոկի պահված կա։ Ինչ կամ եկեղեցին, ձեր ասած մարդիկ ինչ կապ ունեն եկեղեցու հետ։ Եկեղեցին առաջին եկեղեցու գլուխը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է, եկեղեցին ժողովրդով է եկեղեցին։ Այդ ձեր ասած մարդիկ են եկեղեցի, գնացեք մի հատ պատարակները կիրակնորյա նայեք։ 3 հոգով պատարակներ են տեղի ունենում Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն համատարած տասնյակ տարիներով։ Դա ոչ մեկին չի անհանգստացնում։ Այսինքն հոգևորականները առանձին բացառություններով վերցած, ովքեր կարեցել են համայնք ձևավորել, իսկ նրանք ովքեր կարեցել են համայնք ձևավորվել, հիմա հերթով կարգալույծ են արվում, որտեղ ոնց ձեր շուրջ մարդ կա հավաքված։ Հայաստանի ժողովուրդը դուրս է մղված եկեղեցին։ Եկեղեցու իրական շահառուն, ում համար եկեղեցին ստեղծված է, դուրս է մղված։ Ձեր ասած մարդիկ կապ չունեն եկեղեցու հետ։ Իրենք իրավունք չունեն եկեղեցու անունից խոսալ։ Իրավունք չունեն, որովհետև իրանք Հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր կանոններով վաղուց իրանք հոգևորական չեն ընդհանրապես։ Եկեղեցու անունից հանդես գալու եւ ես ասել եմ ձեր նշած անձի ոչ մի որոշում չի ճանաչվելու Հայաստանի Հանրապետության կողմից։ Ոչ մի։ Այն ոսկեպարի եկեղեցուց ինչ կա, դրան էլ